Երբ լռում են երգիծանկարիչները, պատերին սպիտակ թղթեր են հայտնվում։ Ապրիլ 1-յան ամենամյա ցուցահանդեսն ու Քարոզարշավի լռության օրը համընկան հայ սատիրիկներին բարդ խնդրի առաջ կանգնեցնելով։ Սրանով մենք կարծես հույս ունենք, որ ապագայում, այսինքն ապագայում մոտ ապագայում սկսելու ենք ավելի հզոր ձևով պաշտպանել եւ մեր մշակույթը եւ մեր երկիրը։ Քաղաքական հումորի փոխարեն ստացվեց կոնցեպտուալ ցուցահանդես, ուզում են հիշել Հայաստանում կարծես թե առաջինն է այս տեսակի մեջ։ Թեպետ Պավել Ջանգիրովը մտաբերում է մի անգամ խորհրդային ցենզուրան 70-ականներին ստիպել էր նկարները հակառակ դատարկ կողմով փակցնել ցուցասրահի պատերին։ Հարասլավիայում սովետական երգիծանկարիչները ուղարկել են նկարներ, հետևը կպցրել էին ցենզուրայի բան էին դերել, կնիքն էին դերել, ու այս ամբողջ սովետական երգիծանկարիչներին նույն թվում մեր նկարները թարս կողմով էին ցուցադրել։ Լևոն Աբրահամյանը ստորագրում է դատարկ թղթի ներքևի մասում 3 նկարներից 2-ը նոր են, մեկը 90-ականների սկզբին է նկարել վաղվա օրվա մասին։ Ես պետք է նկարեմ։ Չէ, դուք պետք է արդեն մտովի նկարեք։ Я не карикатурист, я пианистка։ Հայկական սատիրայի վարպետների հնարամտությունը այցելուների տարակուսանքն է առաջացրել, եկել են երգիծանկար տեսնելու, դեմ են առել սպիտակ պատի, սա էլ բավական չէ, մի նկարել նորոգվում է։ Էդիկ Պողոսյանը տիկնոջը համբերատար պատմում է մտահղացման մասին, նա ամեն դեպքում բավարարված չէ, փորձում է վերնագիրը կարդալ ու պատկերացնել, երգիծանկարիչների համար սա է հենց կարևոր։ Հանդիսատեսը կարողանա փորձի գտնել, մտածել, թե ինչ կարող է լինել այս վերնագրի տակ։ Երգիծանկարիչների հետ երևակայել ու սպիտակ էջի շնորհիվ սրա մտել կարելի է Թեքեյան կենտրոնում։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։